Միացյալ Նահանգների զինված ուժերը պատրաստ են հարվածներ հասցնել Իրանին արդեն շաբաթ օրը, փետրվարի 21-ին, սակայն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս վերջնական որոշում չի կայացրել, հաղորդում է CBS News-ը հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։ Սպիտակ տունը շարունակում է ակտիվորեն քննարկել հնարավոր հարվածը, հաշվի առնելով սրման ռիսկերը եւ քաղաքական ու ռազմական հետևանքները։ Վաղուց ի վեր ժամանակն է Թուրքիան ներառել Եվրոպայի անվտանգային համակարգում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Հուսով եմ հիմա բոլորն են հասկանում, որ իրատեսական եվրոպական անվտանգային համակարգ չի կարող կառուցվել առանց Թուրքիայի, ասել է նա։ Նշենք, որ Թուրքիան Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացրել դեռևս 1987 թվականին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՆԱՏՕ-ն համեմատել է ողնաշարավոր գորտի հետ, որի ուղեղը վնասված է, բայց ողն ուղեղն անվնաս է, ինչը թույլ է տալիս նրան ռեֆլեքսորեն արձագանքել գրգիռներին, գրում է L'Express-ը։ Մակրոնն անդրադարձել է ՆԱՏՕ-ի վիճակին Թրամփի նկրտումների ֆոնին։ Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ, հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։ Մենք կաշխատենք մեր գործընկերների հետ վստահ լինելու համար, որ սա գլոբալ ազդեցություն կունենա, նշել է նա։ Ըստ նրա Լուկաշենկոն օգնում է Ռուսաստանին խուսափել պատժամիջոցներից եւ մեծացնում է իր դերը հակամարտության սրման եւ երկարաձգման գործում։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ երկրի առջև ծառացած իրական սպառնալիքը ոչ թե Ռուսաստանն է, այլ Եվրամիությունը։ Օրբանը Եվրամիությանը համեմատել է խորհրդային բռնապետական ռեժիմի հետ, որն անցյալ դարում ավելի քան 40 տարի գերիշխել է Հունգարիայում։ Ովքեր սիրում են ազատությունը, պետք է վախենան ոչ թե Ռուսաստանից, այլ Եվրամիությունից, ասել է նա։ Ոչ սնունդ կա, ոչ վառելիք, ոչ զբոսաշրջիկներ։ Միացյալ Նահանգների ճնշման տակ կյանքը Կուբայում կանգ է առել։ Թրամփի վարչակազմը դադարեցրել է նավթի հոսքը դեպի Կուբա, փորձելով ստիպել կոմունիստական կառավարում ունեցող կղզուն իրականացնել նշանակալի քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ։ Ֆրանսիայում 36 օր շարունակ անձրև է տեղում, հայտնել է երկրի հիդրոօթերոթաբանական ծառայությունը։ Տեղումները հանգեցրել են ջրհեղեղի մի քանի դեպարտամենտում։ Եվ վերջում Շվեդիան մասնավոր կղզիներ է բաժանում։ Մասնավորապես Visit Sweden կազմակերպությունը սկսում է ձեր շվեդական կղզին նախաձեռնությունը։ Այն 1 տարով 5 մասնավոր կղզի է նվիրաբերում։ Թեև կղզին կլինի ձեր շվեդական կղզին, ինչպես հուշում է արշավի անվանումը, այն չի լինի ձեր սեփականությունը։ Դրա փոխարեն դուք կլինեք կղզու պաշտոնական պահապանը, դա հաստատող փաստաթղթով եւ կունենաք կղզին 1 տարով օգտագործելու իրավունք։ Այդ իրավունքը վաստակելու համար մրցույթ կանցկացվի, որին չեն կարող մասնակցել միայն միլիարդատերերը։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։